Այսօր լրանում է արևելյան Ուկրաինայում մալազիական ավիաուղիների Boeing 777 օդանավի ոչնչացման 3-րդ տարին։ Հիշեցնեմ, Ամստերդամ Կուալալումպուր օդանավի վթարի հետևանքով 298 մարդ էր զոհվել, հոլանդական դատախազության տվյալներով օդանավը խփվել էր Դոնբասի անջատական զինյալների տրամադրության տակ գտնվող ռուսական արտադրության Բուկ հակաօդային կայանքից։ Զոհերի մեծամասնությունը Նիդերլանդների, Մալազիայի եւ Ավստրալիայի քաղաքացիներ էին։ Ավստրալիայի արտգործնախարար Ջուլիա Բիշոփը կիրակի օրը հույս հայտնեց, որ պաշտոնական Մոսկվան այս հարցում կհամագործակցի միջազգային հանրության ներկայացուցիչների հետ։ Կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին կատարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 2166 բանաձևի պահանջները, ինչը հնարավորություն կտա մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա տեղի ունենա։ Ավելի վաղ Նիդերլանդների իշխանությունները հայտարարել էին, որ մալազիական Boeing-ի վթարի կասկածյալներն ի վերջո կանգնելու են հոլանդական դատարանի առջև եւ պատասխանատվության են ենթարկվելու հոլանդական օրենքներով։ Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկը ԱՖԿ Սիստեման այսօր հայտարարել է այսպես կոչված տեխնիկական դեֆոլտի մասին, որը վերաբերում է շուրջ 4 միլիարդ ռուբլի ընդհանուր ծավալի վարկային պարտավորություններին։ Ընկերության ֆինանսական խնդիրների պատճառը նավթային Ռոսնեֆթ ընկերության հետ դատական վեճն է, որի արդյունքում ԱՖԿ Սիստեմային պատկանող ակտիվների մի զգալի մասի հանդեպ կալանք է սահմանվել։ Հիշեցնեմ, որ ԱՖԿ Սիստեմայի 11 հոգանոց տնօրենների խորհրդի անդամներից մեկը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նա զբաղեցնում է ընկերության անկախ տնօրենի, ինչպես նաև պարգևատրումների եւ կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնները։ Բրյուսելում այսօր մեկնարկել է Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու բանակցությունների հերթական փուլը, եկել է քրտնաջան աշխատանքի եւ բանակցությունները հաջող ավարտին հասցնելու ժամանակը։ Հանդիպման մեկնարկին հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության Brexit-ի հարցերով նախարար Դեյվիդ Դեվիսը։ Մենք անցած ամիս բանակցությունների բավական հաջող մեկնարկ արձանագրեցինք, այսօրվանից բանակցությունները կենտրոնանալու են 4 ոլորտների շուրջ։ Դրանց թվում են Եվրամիության տարածքում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիների եւ Միացյալ Թագավորության տարածքում բնակվող Եվրամիության պետությունների քաղաքացիների իրավունքները, ֆինանսական թեման, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիային վերաբերող հարցերը։ Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցությունների վերջնաժամկետ որպես սահմանվել է 2019 թվականի մայիսի 31-ը։ Կիրակի օրը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում եւ մի շարք այլ խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ էին փողոց դուրս եկել բողոքելով կառավարության նախաձեռնած արդարադատության համակարգի բարեփոխումների դեմ։ Ուրբաթ օրը Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը հաստատեց իշխող իրավունք եւ արդարություն կուսակցության հեղինակած օրինագիծը, որի համաձայն շրջանային եւ դաշնային դատարանների նախագահներին այսուհետ նշանակելու է անձամբ արդարադատության նախարարը։ Բացի այդ, փոփոխությանը ենթարկվում արդարադատության համակարգի անկախության երաշխավոր հանդիսացող ազգային դատական խորհրդի ձևավորման կարգը, այսուհետ դրա անդամներին ընտրելու է ոչ թե Լեհաստանի դատավորների ժողովը, այլ խորհրդարանը։ Լեհաստանի գերագույն դատարանի նախագահ Մալգոժատա Գերզդորֆը արդեն իսկ խստորեն քննադատել է այս օրինագիծն իր համերաշխությունը հայտնելով ցուցարարների հետ։ Այս օրենքով արդարադատության նախարարը հսկայական ազդեցություն է ունենալու դատարանների ձևավորման, դատարաններում իրականացվող կարգապահական բոլոր պրոցեդուրաների հանդեպ։ Սա հակասահմանադրական փաստաթուղթ է։